Պարոն Գրիգորյան, ինչի համար եք այսօր եկել ՔՊ շտաբ, հույս ունեք, որ ձեզ կընտրեն առաջին 50-յակում։ Հուսով եմ ու եկել եմ հանուն մեր երկրի ապագայի, հանուն գաղափարական, նվիրյալ ազգային ժողովի համամասնական ցուցակի։ Տեսեք, ձեզ որ արժանիքի համար պետք է ընտրեն, էլի, որովհետև եթե օրինակ հարցում ենք անցկացնում, շատ մարդկանց շատ դեպքերում չեն ճանաչում պարզապես։ Ձեզ հասարակ քաղաքացին ինչու պիտի ձայն տա։ Նախ պետք է ասեմ, որ ես կուսակցություն ընդգրկվել եմ 2016 թվականին։ Դրանից հետո եղել եմ Արմավիրի փոխմարզպետը, ապա պատգամավոր, այս պահին այլ պաշտոն եմ զբաղեցնում։ Քաղաքական գործունեությունից ես շատ ավելի վաղուց եմ սկսել, դեռ մանուկ հասակից, կարելի է ասել։ Սա 4-րդ անգամն է, երբ որ ես առաջադրվում եմ իբրև ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Քաղաքական գործունեություն վաղուց եմ ծավալել եւ այդ ընթացքում բավականին ակտիվ եմ գտնվել։ Այնուամենայնիվ, այն գործունեությունը, որ ես իրականացնում եմ թե այս պահին, թե մինչ այդ, ես գնահատում եմ բարձր եւ քաղաքացին դա տեսել է եւ տարբեր առիթներով արձագանքել է։ Ձեր գործընկերները ինչի համար ձեզ այն պիտի տան։ Բարի, ես կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ եմ նաև ընտրվել եւ իմ նախորդ շրջանում կարելի ասել, եւ իմ գործունեության ընթացքում ներկուսակցական աշխատանքներում բավականին ակտիվ եմ եղել։ Իսկ ժողովուրդը ձեզ ինչի համար պետք է հիշի, ինչի համար է հիշել, ինչ եք արել, որ ժողովուրդը պետք է ասի, գիտեք, ինքը մեր համար էս արել է, նրան պետք է հիշենք։ Բարի, տեսեք, մենք հանդես ենք գալիս իբրև քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներ եւ հանդես ենք գալիս իբրև մեկ ամբողջական ուժ։ Ես չեմ ուզում անջատած լինեմ թե ինձ, թե որևիցե այլ անձի։ Ժողովուրդը պետք է հիշի քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը եւ կարծում եմ բազմաթիվ դրական առիթներ ունի եւ ունենալու է դեռ վստահ եմ հիշելու։ Իսկ դուք եկեղեցու դեմ շարժմանը մասնակցում եք, ձեզ կարծես թե չենք նկատում այնտեղ Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացած մասնակիցների կողքին։ Եթե խոսքը գնում է պատարակներին, ապա այո, պատարակներին մասնակցում եմ, այդ թվում այն պատարակներին, որտեղ որ վարչապետը անձամբ ներկա է։ Իսկ ինչպես եք վերաբերվում վարչապետի այն համեմատությունը, երբ որ ծայրահեղական իսլամի հետ համեմատեց հայ առաքելական եկեղեցին։ Ես ընդհանրապես կմեկնաբանեմ հետևյալը, որ հայ առաքելական եկեղեցում չպետք է լինեն գործակալներ, չպետք է լինեն անձինք, ովքեր որ հայ պետական շահին դեմ են աշխատում, օտարերկրյա երկրի գործակալներ են եւ իրենց առաքելության ոչ թե ծառայում են հայ ժողովրդին, ոչ թե ծառայում են Աստծուն, այլ նպատակներ են հետապնդում եւ եթե այդպիսի կան մեր եկեղեցում, մենք պետքա քայլեր ձեռնարկենք, նրանց հեռացնենք այդտեղից։ Ոչ այդ դուք պատարակների մասնակցում էիք։ Այո, ես հարցը կարծում եմ այդքան էլ տեղին չէ, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու կարծում հարցը այդքան էլ տեղին չէ։ Պարոն Գրիգորյան, ձեր անդամավճարը ինչ միջոցներից եք կուտակել եւ ինչ միջոցներով եք վճարել։ Իմ աշխատավարձից։ Այդքան բարձր է ձեր աշխատավարձը։ Կարծում եմ, որ անդամավճարն է բավականին ցածր։ Աշխատավարձն է բավականին։ Կարծում եք, որ օրինակ այս խորհրդարանական ընտրություններում չի կրկնվի արդյոք փարաքարի կերպարը, երբ որ ՔՊ-ն գնում էր դեպի հաղթանակ, ինքնավստահություն էր դրսևորում, բայց արդյունքում ապրելու երկիրը Վարոդյա Գրիգորյանի միջոցով հաղթանակ տարավ փարաքարում։ Փոքր ճշգրտում իրենք դաշինքով էին մասնակցում, այնուամենայնիվ վստահ եմ, որ 26 թվականի համապետական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հաղթանակ է արձանագրելու, դա վստահ եմ եւ դրա մասին ցույց են տալիս նաև հանրության վերաբերմունքը մեր քաղաքական ուժի նկատմամբ, առավելապես վարչապետի նկատմամբ, դրա մասին խոսում են վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող խաղաղության գործընթացի վերաբերյալ աշխատանքները եւ կարծում եմ հանրությունը, ժողովուրդը անպայման հունիսին, երբ որ կգա ընտրության, իր գնահատմամբ եւս մեկ անգամ քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը կուղևորի ազգային ժողով իբրև իշխանություն։